Շարունակում ենք հաղորդումը Վիկմոր հիվանդանոց երեխաների համար բժշկական կենտրոնից, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ցանկացած երեխա կարող է որակյալ եւ անվճար բուժօգնություն ստանալ։ Այսօրվա թեման երեխաների մանկական վախերն են եւ զրուցելու են կլինիկական հոգեբան երեխաների քնի մասնագետ Էմմա Արտյևայի հետ, ողջույն։ Բարև ձեզ։ Փորձենք հասկանալ ընդհանրապես ինչ է իրենց ներկայացում վախ ասածը։ Այդ ոնց կբնութագրենք։ Սկսենք նրանից, որ վախը միշտ սիմպտոմ է։ Այն կարծես այսբերգի գագաթը լինի, կողմնորոշիչ է ծնողների եւ մասնագետների համար, որ ասելիք կա։ Այդ այսբերգի ներքևի մասում մեծ ասելիք կա։ Երբեք այն դատարկ տեղը չի առաջանում։ Եթե կա վախ, ուրեմն դրա հետ պետք է աշխատել, այն կարծես այն մուտքի կետը լինի, որով որ մենք ներթափացում ենք դեպի համակարգ։ Ինձ շատ հետաքրքրում է վախի գաղափարը երբ է առաջանում, ինչ տարիքից կարող է առաջանալ։ Երեխան ինչ որ տարիքից վախենում է մահճակալից բարձր տեղից ընկնել, ինքն իրեն զսպում է, բայց ավելի փոքր տարիքում չի պատկերացնում եւ հանգիստ, այսինքն այդ վախը ինչ է, մի անգամ պիտի ընկնի, որպեսզի հասկանա, թե մտավոր մակարդակը պիտի գա այն աստիճանի, որ ինքը արդեն հասկանա, վախեր ձևավորվի, բայց լավ իմաստով, որովհետեւ վերջը վախը միայն բացասական երևույթ չէ։ Այո, վախը մեր պաշտպանական ռեֆլեքսներից է եւ եթե մենք ընդհանրապես վախ չունենայինք, հավանաբար այստեղ չէինք լինի հիմա։ Բոլորս ինչ որ մի բարձր տեղից կտրնեինք կամ ինչ որ կրակի մեջով կանցնեինք ու լավ չէր ստացվում։ Եվ վախերը հենց նորածնային շրջանից սկսված էլ արտահայտվում են։ Օրինակ նորածինները վախենում են շատ բարձր ձայներից, կտրուկ ինչ որ գործողություններից։ Դա ունի իր բացատրությունը, որովհետև պրենատալ զարգացման ընթացքում երեխաները դա լսել են միջնորդավորված, հա, այսինքն այդքան կտրուկ չի եղել, բայց երբ որ նրանք լույս աշխարհ են գալիս, այդ ձայները, այդ գործողությունները կարող են շատ վախեցնող լինել։ Մոտ արդեն վախ կա։ Այո, կան նորածնային շրջանի վախեր, կան ընդհանրապես կան տարիքային վախեր, յուրաքանչյուր տարիքին բնորոշ։ Դրանք կոչվում են նորմատիվային վախեր, հիմնականում թույլ եւ միջին ուժգնությամբ են արտահայտվում այդ նորմատիվային կամ տարիքային վախերը։ Եվ յուրաքանչյուր տարիքային փուլում իրենց զարգացմանը զուգընթաց առաջանում են այդ վախերը։ Օրինակ 3-ից 5 տարեկանում դա կարող է լինել մուլտհերոսներից վախերը, բարձրությունից վախը, մահից վախը եւ նմանատիպ այլ վախեր, որոնք որ բալիկները հստակ ցույց են տալիս։ Բայց դա նորմա է։ Այո, նորմա է, այսինքն եթե ծնողը adekvat ռեակցիաներ տա այդ վախերին, ապա այդ վախերը ինստինկտիվ կանցնեն, նույնիսկ մասնագետին դիմելու կարիք էլ չի լինի, բայց գործնականում մենք այլ պատկեր ենք տեսնում, ծնողները ինչ որ կերպ միջամտում են այդ վախի ավելի արմատավորմանը։ Օրինակ, եթե երեխան ունի մահվան վախ եւ մահվանից հետ կապված հարցեր է տալիս, ծնողը կարող է օրինակ ասել, դե արի հետո խոսենք այս մասին կամ ինչ որ ֆանտաստիկ ժանրից, ինչ որ գերբնական պատմություններ պատմել, հա, որ օրինակ պապիկը մահացել է եւ մեզ վերևից հետևում է, սրանք էլ ավելի կարող են արմատավորել վախերը։ Տվյալ դեպքում ցանկալի է ծնողավարման խորհրդատվություն վերցնել եւ հասկանալ, թե ինչպես խոսել երեխայի հետ մահվան վախի մասին, եթե ծնողը չգիտի ինչից խոսել, ինչպես խոսել ու ինչ ինֆորմացիա տալ այդ մասին։ Ամենահաճախ հանդիպող վախից մեկը դա մթության վախն է եւ երեխան վախենում է։ Ինչ պիտի բացատրենք։ Գրականության մեջ վերջերս հանդիպեցի մի շատ հետաքրքիր նախադասության, որ ասում է մեծահասակը պետք է պառկի երեխայի մահճակալի մեջ, եթե հնարավոր է դա անել գործնականում, եւ մթության պայմաններում փորձի երեխայի աչքերով ուսումնասիրի տեղանքը, որովհետեւ ինչ որ առարկաներ մթության պայմաններում իսկապես կարող են շատ վախեցնող լինել։ Նույն լուսամփոփը, նույն վարագույրը, հա, կարող են ինչ որ կերպարներ հիշեցնել։ Եվ երեխայի հետ հաջորդ քայլը արդեն երեխայի հետ մթության պայմաններում ուսումնասիրել, հետազոտել, օրինակ այս առարկան մթության պայմաններում ինչ տեսք է ստանում կամ գույները ինչ տեսք են ստանում մթության պայմաններում, այսինքն երեխան մեծահասակի օգնությամբ ընկերանում է մթության հետ եւ բացահայտում է այն առարկաները, որոնք որ ապրում են այդ մթության մեջ։ Լավ առաջարկ արեցիք, դուրս եկավ, անկեղծ ասած, կարելի է օգտվել պրակտիկայում եւ եւս մեկ տարածված սխալ կարծում եմ, որ շատ է հաճախ, երբ որ երեխային վախեցնում են ինչ պատիժներով, չէ, կամ ասենք թե կոպիտ ասած բոբոջաջան կգա քեզ էս կանի, եթե դու հիմա ճաշել լավ չուտես։ Արդյոք դրանք
հետո ծանր հետևանքներ չեն թողնում երեխայի հոգեբանության վրա։ Կախված երեխայի ադապտիվ մեխանիզմներից իհարկե կարող է ծանր հետևանքներ չթողնել, բայց միևնույն ժամանակ հորդորում եմ ծնողներին այդպիսի պատժամիջոցներ չմտածել, երեխային դիտարկել հավասարը հավասարի սկզբունքով եւ երեխային դիտարկել որպես ընտանիքի լիիրավ, լիարժեք անդամ ու չխաբել, չփորձել վախեցնել, չփորձել պատժել, առավել եւս իրեն վախեցնող ինչ-որ արտահայտություններով։ Լավ, այնուամենայնիվ, եթե երեխայի մոտ մենք նկատում ենք, որ ինչ-որ վախերը շատ են, չգիտեմ, քամուց վախենում է, ջրից վախենում է, մթությունից վախենում է, բարձրությունից վախենում է, անընդհատ վախենում է, որ իր հետ ինչ-որ մի բան կլինի, ինչ ենք անում եւ ինչ ակնկալիքներ ենք ունենում հոգեբանի հետ աշխատանքից։ Ինչպես ես իմ սկզբնական խոսքում նշեցի, կան նորմատիվային տարիքային վախեր, որոնք որ կարող են անհանգստացնող չլինել, բայց կան ոչ նորմատիվային վախեր եւ ձեր կողմից նշված այսպես ասած կոմբո վախերը, երբ որ երեխան միևնույն ժամանակ մի քանի վախեր ունի, կամ օրինակ տրավմայով պայմանավորված վախեր, օրինակ շունը կծել է եւ հետ այսու երեխան վախենում է նույնիսկ շան ու կողքով, օրինակ 10 մետր հեռավորության վրայով քայլել։ Տվյալ դեպքում իհարկե շուտափույթ մի րոպե առաջ պետք է դիմել մանկական հոգեբանի եւ աշխատել վախի եւ այն բովանդակության հետ, որը որ բխում է այդ վախից։ Շնորհակալություն, հիշեցնեմ իմ զրուցակիցներ կլինիկական հոգեբան, երեխաների քնի մասնագետ Մարձիևան, իսկ խորագիրը, որ կոչվում է խորհուրդներ ծնողներին, մենք ինչպես միշտ վարում ենք Վիգմոր հիվանդանոց երեխաների համար բժշկական կենտրոնում, որտեղ որակյալ եւ անվճար բուժօգնություն կարող է ստանալ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ցանկացած երեխա։ Մնացեք մեզ հետ։